Կոնտրագենտ տեղեկատուն լրացնելու համար ընտրում ենք «Покупка и продажа» բաժինը, սպրավիչնիկի настройки հատվածից ընտրում ենք «Կոնտրագենտի տեղեկատուն»։ Նախ բացում ենք կոնտրագենտների նոր խումբ «Создать новую группу սեղմակով»։ Наименование դաշտում լրացնում ենք «Գործընկերներ» անվանումը և պահպանում ենք խումբը «Записать и закрыть սեղմակով»։ Գործընկերներ խմբում արդեն ավելացնում ենք նոր գործընկերոջը, սեղմելով «Создать սեղմակը»։ Լրացնում ենք կազմակերպության անվանումը Наименование դաշտում, ենթադրենք Բյուրական ՍՊ, ընտրում ենք կազմակերպաիրավական ձևը Юридическое лицо կամ Физическое лицо, տվյալ դեպքում Юридическое лицо։ Լրացնում ենք հարկային կոդը, ավելացնում կազմակերպության բանկային հաշվեհամարը սեղմելով «Создать սեղմակը»։ Բանկային հաշվեհամարը, վալյուտան և ընտրում ենք բանկը Всебանկից, Ineco Bank PB։ Պահպանում ենք բանկային հաշվեհամարը «Записать и закрыть սեղմակով»։ Ավելացնում ենք գործընկերոջ հետ պայմանագիրը «Создать սեղմակով», լրացնում ենք պայմանագրի համարը, Наименование դաշտում պայմանագիրը, ենթադրենք ապրանքների մատակարարման պայմանագիր։ Ընտրում ենք վիդ դագավորը, եթե տվյալ գործընկերը մեզ համար համարվում է մատակարար, ապա ընտրում ենք վիդ դագավորը с поставщиком։ Ընտրում ենք արժույթը, տվյալ դեպքում AMD, և պահպանում ենք պայմանագիրը «Записать и закрыть սեղմակով»։ Կարող ենք լրացնել կազմակերպության հասցեն և հեռախոսի համարը «Адрес и телефон» դաշտում, լրացուցիչ ինֆորմացիան «Дополнительная информация» դաշտում։ Պահպանում ենք գործընկերների ինֆորմացիան «Записать и закрыть սեղմակով», որից հետո նոր գործընկերը հայտնվում է գործընկերներ ցանկում։